պատիան, որ Գյումրին չի ունենալու ընդդիմադիր համայնքապետ, չի ասել։ Դուք ինչ եք կարծում, ճիշտ կլինի, որ Մարտուն Գրիգորյանը մյուս երկու ընդդիմադիր խմբակցությունների միանալ Կապիտալյանին, այնուամենայնիվ կարծում եք, որ պետք է այլ դեպք տեղի ունենա։ Մեր գործընկեր Մարտուն Գրիգորյանի հետ կապված իրավիճակը հետևյալն է։ Մի քանի արձանագրում անենք։ Քաղաքական տեսանկյունից Մարտուն Գրիգորյանը չի եղել եւ այսօր չի ներկայացնում հանրապետական կուսակցությունը։ Պատիվ ունեմ դաշինքում Մարտուն Գրիգորյանը հայտնվել է հայրենի կուսակցության քվոտայով, երբ որ մենք հայրենի կուսակցության հետ նախընտրական դաշինքով 21 թվականին գնացինք ընտրություններին, եւ այս տեսանկյունից Մարտուն Գրիգորյանը նաեւ խորհրդամտավ այն ժամանակ, երբ որ Արտուր Վանեցյանը հայտարարեց ըստ էության այդ դաշինքի փլուզման եւ այն առաջնահերթությունների մասին, ինչից ելնելով նա վայր էր դնում իր մանդատը։ Սա իդեպ չեմ ասում այն տեսանկյունից, որևէ ձևով նվազեցնելու Մարտուն Գրիգորյանի դերը կամ կեցվածքը եւ որպես տղա եւ որպես քաղաքական գործիչ ընդդիմադիր հնդկեցված կեցվածք ունեցող, սա ասում եմ, որպեսզի որոշակիորեն նաեւ մեր հանրությանը ներկայացնենք մեր հնարավոր ազդեցությունը կամ իր հետ որևէ ձևով խոսակցություն ունենալու, այսպես ասած, լեգիտիմությունը։ Հանրապետական կուսակցությունը այս գործոնները հաշվի առնելով իրեն չի կարող իրավունք վերապահել մեր խմբակցության անկուսակցական անդամի նկատմամբ ոչ որևէ ճնշում գործադրելու, ոչ նրան ուղղորդելու, ոչ նրան, այսպես ասեմ, ասելու այն իրականությունը, որով նա պետք է շարժվի։ Մենք մեր գործընկերոջը հայտնել ենք մեր կարծիքը այս թեմայի հնարավոր հանգուցալուծման հետ կապված, բայց մենք դա զերծ ենք մնում հանրայնացումից, որպեսզի դա որևէ ձևով ազդեցություն ճնշում չդիտվի Մարտուն Գրիգորյանի վրա, առավել եւս որևէ երրորդ ուժ դա չօգտագործի Մարտուն Գրիգորյանին որևէ ձևով խոցելի դարձնելու տեսանկյունից, որովհետեւ բավականին գարշելի է տեսնել վերջին օրերին տեղի ունեցող այն տեղեկատվական տեղատարափը, այն դիրքորոշումները, գրառումները, հայտարարությունները, որը Մարտուն Գրիգորյանի նկատմամբ է իրականացվում, սա այն դեպքում, որ նա եւ որպես մարդ, եւ որպես քաղաքական գործիչ բնականաբար որևէ ձևով արժանի չէ նմանատիպ վերաբերմունքի, եւ երկրորդը Մարտուն Գրիգորյանը դեռևս ունի ժամանակ արտահայտվելու եւ դա որը մեկին իրավունք չի վերաբերում վիրավորական կամ մեկ այլ բնույթի հայտարարություն հնչեցնել նրա հասցեին։ Իդեպ նաև այս թեմայով ուզում եմ հետևյալը նաև առանձնացնեմ, շատ կողմեր այս օրերին նաև օգտագործում են թեման հանրապետականին եւ նաև Սերժ Սարգսյանին թիրախավորելու համար։ Այստեղ մեր խնդիրը այն չէ, որ լրացուցիչ ինչ-որ մարդիկ, որոնք այլ տարբեր առիթներ օգտագործում են մեր դեմ կեղտոտ արշավների համար, սա եւս կօգտագործեն, որովհետեւ մենք վաղուց ունենք իմունիտետ եւ մենք քաղաքական առումով էլ որտեղ անհրաժեշտ է, որ պահին էլ անհրաժեշտ է լինում, բոլորին էլ համաչափ, որոշ դեպքում էլ ոչ համաչափ այդ պատասխանը վերադարձնում ենք, բայց տպավորություն է ստեղծվում, որ կան ուժեր, որոնց խնդիրը ոչ թե Գյումրիում պայմանականորեն Վարդան Ղուկասյանին լրացուցիչ ձայները ապահովելով քաղաքապետ դարձնելն է, այլ նրանց անհրաժեշտ է, որպեսզի Մարտուն Գրիգորյանը այդ ձայները տարբեր պատճառաբանությամբ չներկայացնի, եւ դա նրանք օգտագործեն մի կողմից Մարտուն Գրիգորյանին քաղաքական հարվածներ հասցնելու, մյուս կողմից էլ նաեւ սա օգտագործելու հանրապետականի դեմ արշավը այլ, այսպես ասեմ, ռաունդներով շարունակելու համար, ինչը միանգամայն այն թույլատրել եմ համարում։ Տեսեք, բոլոր այն դեպքերում, երբ որ կան գործիչներ, որոնք այս կամ այն ձև կարող են ասոցացվել հանրապետականի հետ եւ նրանք որևէ տեղ ունենում են հաջողություն, անում են քայլեր, որոնք հանրության համար կարեւորություն են ներկայացնում եւ դրանք պոպուլյար քայլեր են, բնականաբար նմանատիպ որևէ դեպքում այդ գործիչներին հանրապետական հետ չեն ասոցացնում, ինչից էլ նաեւ ակնհայտ է դարձնում, որ կա հասարակության մեջ երկու հիմնական ուղղություն, կան մարդիկ, որոնք իրականում լավ չեն պատկերացնում հանրապետականի եւ Մարտուն Գրիգորյանի կապը, որովհետեւ ֆրակցիայում նրա ներկայությունը մարդկանց մոտ տպավորություն է ստեղծում, թե հանրապետականը նրա որոշումների վրա ունի հատկապես այսպիսի ազդեցություն, որը իրականում չի համապատասխանում իրականությանը, եւ կան մարդիկ, որոնք գիտեն ճշմարտությունը, որոնք գիտեն իրականությունը, որոնք քաղաքական դաշտում
ակտիվ դերակատարներ են կամ նրանց ներկայացնող ասոցիացված մարդիկ են, սակայն սա օգտագործում են հանրապետականի հետ ներընդդիմադիր դաշտում նոր կոնֆլիկտ ստեղծելու, հանրապետականին վարկաբեկելու եւ ըստ էության այս ողջ ֆոնը 26 թվականի ընտրությունների համատեքստում հանրապետականի դեմ օգտագործելու համար, ինչը համարում եմ խիստ անթույլատրելի եւ իհարկե չունեմ այնպիսի զգացողություն, որ դրանք որևէ փուլում կարող են դանդաղել կամ դադարել, բայց ես կարող եմ շատ հստակ ասել, որ հանրապետականը պատրաստ է ցանկացած պայքարի, ցանկացած բախման ամենակոշտինել եւ մենք թույլ չենք տա, որպեսզի մեր անունը, մեր քաղաքական ուժի, քաղաքական գործունեությունը որևէ ձևով վարկաբեկվի կամ սևացնի։ Գիտեք, ես չեմ խոսում քննադատության մասին, որովհետեւ ցանկացած քաղաքական ուժ հատկապես նրանք, որոնք առաջին շարքերում են ներկայացված են խորհրդանում, մեծ ակտիվություն են դրսևորում, բնականաբար կարող են անել սխալներ եւ հանրապետականը տարբեր փուլերում արել է սխալներ, ունեցել է խնդիրներ։ Ես խոսում եմ նրա մասին, որ օբյեկտիվ իրականության խնդիր կա, ես խոսում եմ նրա մասին, որ կան այսօր ուժեր, որոնց համար կարծես թե խնդիրը ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, այլ կոնկրետ հանրապետականն է, որովհետև իրենց խնդիրը ոչ թե Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, այլ խորհրդանում տեղ ունենալն է կամ ավելի մեծ ներկայություն ապահովելն է։ Անապրոպ եւ մեկ ճշտով ասացիք, որ հանրապետական իր կարծիքը փոխանցել է Մարտին Գրիգորյանին։ Այդ կարծիքը տարբերում է Մարտին Գրիգորյանի հայտարարությունից, որ Գյումրիչ պետք է ունենա ԿՊԱ-ական քաղաքապետ։ Ես չեմ կարծում, որ Մարտին Գրիգորյանի մտքով երբևէ անցել է անել մի հատ քայլ, որը կարող է որևէ ձևով նպաստ բերել ԿՊԱ-կաների քաղաքականությանը, կլինի դա տեղային մակարդակով, թե կլինի համապետական մակարդակով, ոչ թե չեմ կարծում, այլ վստահ եմ, շատերը լավ չեն պատկերացնում այն իրավիճակը, որը կա Գյումրիում, այսինքն տեղի, մենտալիտետի, մնացած բոլոր առումներով, ես չեմ ասում, որ դա իմ համար կամ քաղաքական տեսանկյունից դա առաջնային է, բայց այն մարդիկ, ովքեր կարծում են, որ պրիմիտիվ իրավիճակ է, պարզ իրավիճակ է, որը ստանդարտ լուծում է ենթադրում եւ դա տեղի չի ունենում, դա բնականաբար այդպես չէ։ Ինչ վերաբերում է մեր դիրքորոշումը Մարտին Գրիգորյանին փոխանցելու, այս պահին խնդրում եմ կներեք ինձ, բայց ձերս կմնամ մեր մոտեցումը այս պահին ներկայացնելու, որովհետև կրկնում եմ, ես չեմ ուզում որևէ ձևով ասել մի բան, որը կարող է Մարտին Գրիգորյանին որևէ ձևով խոցելի դարձնել, հատկապես այն պարագայում, որ Մարտին Գրիգորյանը, նրա ընտանիքը հարգված ընտանիք են, Մարտին Գրիգորյանը սկզբունքային մարդ է, ունի հստակ կեցվածք եւ դա ցույց է տվել եւ այս պարագայում ինքս էլ եւ ես եւ հանրապետական կուսակցությունը եւ կարող եմ ասել նաեւ պատիվ ունեմ խմբակցությունը բնականաբար շահագրգռված է որ լինի այնպիսի հանգուցալուծում որը եւ բխի նրա առաջնահերթություններից եւ բնականաբար առաջին հերթին մեր երկրում ստեղծված իրավիճակի այսպես ասեմ առաջնային մոտեցումներից